Եթե դուք այն հայ մարդկանցից եք, որ իրականում հայ եք եւ հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանի մնալուց եւ կառավարելուց, շարունակելուց իր ասած կառավարությունը, որը որ ամենևին կառավարություն չէ, որովհետեւ կառավարությունը կառավարում է, այլ ոչ թե կառավարվում է, նրանք կառավարվում են մեր թշնամիների կողմից եւ միայն մեր թշնամիները չեն նրանց կառավարում, այլ global interest groups, այսինքն խմբեր, որոնք որ հետաքրքրություն ունեն Հայաստանի Հանրապետությունում եւ չունեն, որպիսի Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ձևով բարելավեն, այլ այս հետաքրքրությունները Հայաստանի Հանրապետությունը օգտագործելու գլոբալ իրենց ուրեմն գրաֆիկայի համար, իրենց ապագա պլանների համար ոչ մի լավ բան դրա մեջ Հայաստանի Հանրապետության համար լինել չի կարող եւ եթե դուք հասկանում եք այս ամեն ինչը, խնդրում եմ ձեզ, որպիսի այս տեսանյութի տակ անպայման լայք տնեք։ Ես այդ լայքը չեմ ուզում, որպիսի ինձ շոյված զգամ, որ ես գործ եմ արել եւ դուք հավանեցիք, ոչ, դա ամենևին այդպես չէ։ Ես ուղղակի լայքը ուզում եմ, քանի որ YouTube-ի ալգորիթմը այդպես է աշխատում։ Լայքը երբ որ դնում եք, YouTube-ը հասկանում է, որ այս տեսանյութը մարդիկ հավանում են եւ սկսում է այդ տեսանյութը բրթել առաջ իր միլիոնավոր տեսանյութերի մեջ եւ երբ որ շատ լայքեր կան, այն հասնում է ամենագագաթին, որտեղ որ բոլորի համար դա դառնում է տեսանելի։ Այս տեսանյութը ուղղակի քրիտիկական կարևորություն ունի, որ մարդիկ դիտեն եւ երբ որ դուք ինքներդ դիտեք սա, դուք կհասկանաք ինչի համար։ Խնդրում եմ ձեզ, դիտեք մինչև վերջ, որովհետև իրականում սա մեծ նշանակություն ունի։ Ոչ մեկ Հայաստանի Հանրապետությանը, ոչ ժուրնալիստները, քանի որ մենք չունենք ժուրնալիստիկա, դա ուղղակի մի խղճուկ իրավիճակում է։ Ոչ էլ էլիտան, որովհետև մեր էլիտան ահավոր մասնատված է եւ ես չեմ կարող ասել, որ մենք էլիտա ունենք, դա ինչ որ էլիտայի նման մի բան է եւ նրանք ահավոր մասնատված են եւ ամեն մեկը նորից նույն հայկական մեր հին այս դարերով եկած խնդրի շարունակությունն են տալի, այսինքն ամեն մեկը վազում է իր ամբիցիաների ետևից։ Ես համոզված եմ, որ նրանցից շատերը շատ մեծ հանգություն ունեն երկիրը յետ բերելու, ինչ որ ձևով ուղղելու եւ չշարունակելու, այս պահին անգամ ուղղելու մասին չի խոսակցությունը եւ ուղղելն էլ այդքան մեծ նշանակություն չունի, ինչքան որ կարճելը, կանգնացնելը այն process-ը, որը արդեն սկսված է։ Եվ համոզված եմ, որ շատերը նրանցից իրոք սրտանց են անում այն ինչ որ անում են, բայց մի բան կա, որ ոչ մեկ ոչ մի անգամ հաշվի չի առնում։ Քանի որ հայ ազգը չունի կենտրոն, այսինքն մենք չունենք կառավարման կենտրոն, ոչ թե ղեկավարության տեսքով, այլ կառավարման կենտրոն, ասենք, չեմ ուզում մեզ համեմատեմ հրեաների հետ, որովհետև նրանց մոտ դարերով եկած ստրուկտուրա կա եւ նրանք լրիվ ուրիշ կատեգորիայի մեջ են, չեմ ուզում համեմատել, բայց նրանք ունեն սինագոգա եւ ունեն ռաբբիի միջոցով կատարվում է ամեն ինչ, ոչ մեկ հրեաների մեջից իրավունք չունի ռաբբիին չլսելու, իրավունք չունեն եւ քանի որ մեր ազգի մեջ համարյա բոլորը գեներալներ են եւ մենք չունենք ուրեմն զինվորներ, սա դառնում է շատ դժվար առանց կառավարման կենտրոնի, եթե եկեղեցին վերցներ այդ գործը իր ձեռքը եւ ասեր սրանից հետո բոլորդ կանեք այն ինչ որ եկեղեցին է ասում եւ եկեղեցին ցույց տար որ իր ասած բոլոր քայլերը դրանք հանդիսանում են հայ ազգի շահերից բխող քայլեր, երևի թե, բայց ես դրանում եմ կասկածում եւ այս պրոբլեմը մշտական շարունակվելու է, մենք ունենալու ենք սա մինչև որ գա մի մարդ, որը իրոք կկարողանա բոլորի ուրեմն բոլորի բոլտու գայկեքը ձգել, ես չգիտեմ ուրիշ ոնց ասեմ, որ ավելի ճիշտ լինի, որպիսի բոլորը գտնեն իրենց տեղը, քանի որ պետություն, որը այսքան փոքր է չափսերով, պետություն, որը ունի 2.800.000 բնակչություն եւ 10 միլիոնանոց դիասպորա, իրավունք չունի նման պետությունը ունենալ
այսքան տարբեր տեսակի ուրեմն կուսակցություններ, ձայներ, ամեն մեկը իր կողմից ինչ որ բան է ասում, սա ուղղակի մասնատում է ազգին, ամեն մեկը իր բարեկամի ծանոթի շնորհիվ կամ չգիտեմ ինչ որ մեկի միջոցով կամ ինչ որ մի իդեոլոգիայի պատճառով սկսում է հետևել մի մարդու եւ այս ձևով ազգը մասնատվում է, առանց դրա էլ մասնատված ենք մենք մի ուրիշ ձև եւ սա արդեն ամենամեծ խնդիրներից մեկն է։ Ես չեմ կարծում, որ այսքան տարբեր տեսակի ուրեմն կուսակցությունները պետք է լեգալ լինեն, պետք է ուղղակի իլեգալ լիներ, սա չպիտի լիներ։ Մենք պետք է ունենայինք մաքսիմում 3 տարբեր ուրեմն իդեոլոգիաներ, 3 տարբեր կողմեր, 2 կողմ հանրապետական կամ այն մյուսը ավելի լիբերալ եւ երևի աշխատանքային ինչ որ Labour Party-ի նման մի բան, որը որ աշխատող մարդու յունիոնների նման Ամերիկայում ոնց որ կա ասենք Անգլիայում նման մի բան 3 ոչ ավել չի կարելի փոքր ազգին այսքան մասնատել եւ իրար դեմ հանել, սա ամենասխալ բանն է։ Բայց քանի որ ես ուրիշ բանի մասին պետք է խոսեմ, եկեք հասնենք այդ թեմային։ Ուրեմն ես այդտեղ գրել եմ անպայման, որպեսզի հանկարծ չմոռանամ, որովհետեւ երեք ես շատ հետաքրքիր մի տեսանյութ էի պատրաստել, բայց չէի դրել YouTube, որովհետև հետո դիտելուց հետո հիշեցի, որ մի քանի կարևոր բաներ մոռացել եմ ասել եւ նորից որոշեցի վերապատրաստել նույն տեսանյութը մի քիչ ավելի խորացված եւ կարևոր հարցերով եւ գրել եմ ստեղ, որպեսզի չմոռանամ։ Եկեք մի քանի բան հիշացնեմ։ Նախ, ոնց որ ասեցի, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի ժուրնալիզմ։ Մեր երկրի ժուրնալիստները, ես ավարտել եմ ժուրնալիստիկան կուլտուրայի ֆակուլտետի, բայց քանի որ հնարավոր է որ ես էլ լինեի նույն ժուրնալիստներից, եթե ապրեի Հայաստանի Հանրապետությանը եւ գործունեությունս լիներ միայն Հայաստանի Հանրապետությանը, բայց քանի որ ես Ամերիկայում եմ ապրում արդեն համարյա 30 տարի եմ եւ ես շատ վերջին 2000 թվականից ես աշխատանքի նման գեոպոլիտիկայի մեջ թաթախված եմ եւ հիմա արդեն ոչ մի ուրիշ բանով չեմ զբաղվում, միայն զբաղվում եմ սրանով եւ սա ոնց որ իմ աշխատանքն է։ Ես այնքան լավ եմ հասկանում նախ աշխարհի կարգերից, թե ոնց է աշխատում ամբողջ աշխարհը, ամբողջ սիստեման ոնց է աշխատում եւ ես հասկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությանը ժուրնալիստները եւ ընդհանրապես մեր հանրապետությունում գլոբալ հարցերից ոչ մեկ գաղափար չունի։ Մի քանի մարդիկ կան Հայաստանի Հանրապետությանը, որ իրոք տեղյակ են եւ նրանց խոսքը շատ անգամ ուղակի ժողովուրդը չի ուզում լսել, շատ փոքր սեգմենտ կա ժողովրդի, որ լսում է, մնացածը չեն լսում, ու արդեն դա դառնում է ոչ կարևոր խոսակցություն։ Շատ քիչ են մարդկանց թվերը, մարդկանց քանակը, որոնք որ իրոք տեղյակ են։ Այսօրվա աշխարհում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ իր պատմության մեջ վերջին անկախությունից հետո իհարկե առաջին անգամ ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում գլոբալ նշանակություն ունեն եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի ժուրնալիստ դրա մասին չի խոսում։ Խնդիրը եւ այն ամենի պատճառը, որ մենք հասել ենք այս օրվան, որ Նիկոլ գոյություն ունի եւ գոյություն ունեն նիկոլականներ, որոնց զոմբի ենք անվանում, եւ 100% ճիշտ անվանում է, այս տգետ մասան եւ տգիտությունը, խնդրում եմ ձեզ, ես ուզում եմ սրա մասին մի կարճ երկու բառով ասել, տգիտությունը դա ամոթ բան չի։ Գիտեք ինչ, մարդը չի կարող տգետ լինել բոլոր հարցերով։ Անգլերեն բառը ignorant կա, ignorant եւ կա ignorant։ Ignorant բառը դա տգետն է։ Երբ որ դու ամերիկացուն ասում ես կամ անգլիացուն, անգլախոս մարդուն ասում ես you're ignorant, նրանք դրանից չեն նեղանում, որովհետև when you tell them you're ignorant, երբ որ ասում ես you're տգետ ես դու, ինչ որ մի հարցում, նա հետաքրքրում է իրեն, ինչի համար եմ տգետ այս հարցով,
ինձ բացատրի, ինչի եմ ես այս հարցում տգետ, որովհետև ռացիոնալ մտածող մարդը գիտի, որ դու չես կարող ուղղակի տգետ լինել բոլոր հարցերում, բայց դու կարող ես տգետ լինել ինչ որ հարցում, հասկանում եք։ Հիմա ինձ տարեք կանգնացրեք, ասենք, շենք կառուցելու գործի մեջ կամ տվեք ինձ մեծ գումարներ եւ ասեք գնա կառուցի այս շենքը։ Սկզբից ես հաստատ գիտեմ, որ ես տգետ եմ այդ հարցում։ Ես չգիտեմ ինչպես շենք կառուցեմ։ Ես կգնամ, կհետաքրքրվեմ, կսովորեմ եւ կգամ կսարքեմ, կկառուցեմ այդ շենքը, բայց մինչեւ դա ես այդ հարցում տգետ եմ։ Հիմա երբ որ մենք հայ մարդուն ասում ենք դու այս հարցում տգետ ես, նա միանգամից դա վերցնում է որպես անձնական վիրավորանք եւ դրանից հետո ոչ մեկ էլ չի ուզում լսել քեզ, քանի որ մեր ազգը ժողովուրդ, սա իրականում այսպես է եւ մենք պետք է ընդունենք, որ մեր ազգը իրականում ահավոր կոմպլեքսավորված ազգ է։ Ահավոր կոմպլեքսների մեջ ենք մենք ապրել մեր ամբողջ կյանքը եւ երբ որ ուզում ենք ազատվել այդ կոմպլեքսներից, քանի որ բացատրությունները ճիշտ չեն, ոնց ազատվել կոմպլեքսներից, ազգը ճիշտ չի հասկանում կոմպլեքսներից ազատվելը, ոնց է տեղի ունենում, եւ սկսում ասենք, գնում են սկսում են լիքը տատուիրովկե կանել, ես կոմպլեքսներից ազատված մարդ եմ, կամ չգիտեմ, սկսում են ինչ որ բաներ անել, որ կապ չունի կոմպլեքսներից ազատվելու մեջ։ Մենք իրոք պսիխոլոգիական ինչ որ խնդիրներ ունենք, որոնց պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, հասկանում եք։ Եվ տգետ լինելը դա ամոթ բան չէ։ Խնդրում եմ ձեզ, եկեք ճիշտ հասկանանք իրար։ 1 րոպե խնդրում եմ, կներեք ինձ, ուրեմն ինչ է կատարվում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի հանրապետությունում ժուրնալիստիկա։ Եթե մենք սկզբից մեր ժողովրդին ճիշտ բացատրեինք, ինչ է կատարվում աշխարհի վրա եւ հայ մարդը 2000 թվականից, երբ որ սկսվել են աշխարհում process-ներ, որոնք որ իրոք աշխարհը քանդելով գնում են եւ փոխում են ամբողջ աշխարհի թե դինամիկան, թե փոխում են աշխարհի կարգերը։ Սա մի համակարգ է, պատկերացրեք, ավելի լավ կլինի sense բացատրենք, համակարգիչ է, ոնց ունի վիրուսներ։ Վիրուսի նման մի պրոգրամա է, չէ՞, վիրուսը ինքը պրոգրամա է։ Այդ պրոգրաման, որ ընկնում է քո համակարգիչի մեջ, ամբողջ համակարգիչը խառնում է իրար։ Պետությունը ինքը իր ստրուկտուրայով, ժողովրդով, իր մարդկային կապիտալով դա համակարգիչ է։ Իրոք այդպես աշխատում է ինքը սինխրոն եղած պետությունը աշխատում է որպես համակարգիչ։ Երբ որ այս ծրագրված վիրուսը գալիս մտնում է ինչ որ պետություն, միանգամից այդ պետությունը քանդում է իր ֆունդամենտից եւ հետո այդ պետությունը հետ բերել եւ նորմալացնել, դա ուղղակի անհնար է։ Ուզում եմ մի քանի բառով նորից ասել, քանի որ ժուրնալիզմ գոյություն չունի եւ էլիտա գոյություն չունի մեր երկրում, ոչ մեկ չի բացատրել։ Մեր ժողովուրդը ուրեմն շատ մեծ շատ սխալ ձև է հասկանում ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամբողջ խնդիրը, որ մեր ժողովուրդը դուրս է եկել Ռուսաստանի, մեր իրականում առաջին ընկերոջ եւ եղբոր դեմ, երկիր, որը որ պետք էր մեզ մի ուրիշ ջրի եւ օդի նման, երկիր, որ եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, ես ուղղակի ձեզ չեմ կարող բացատրել իմ առաջին քայլը եւ ամենաշատ մեծ ցանկությունը, որով որ ես կառաջնորդվեի, կլիներ նա, որ ես ամեն գնով 3 հատ Ռուսաստանից ատոմային բայգալովկա բերեի եւ տեղադրեի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ մենք ունենք դրա պատճառները։ Մենք ունենք եւ ունեցել ենք եւ Ռուսաստանը դա մեզ համար կաներ։ Եթե մենք ունենայինք խելացի եւ լավ մտածող, լավ հասկացող աշխարհի կարգերից ղեկավար եւ նա չփորձեր խաղար 12 տարբեր աթոռների վրա, ինչ որ խաղեր տար աշխարհում եւ հասկանար, որ մենք պետք է ունենանք մի
լավ եղբայր եւ ընկեր եւ մնացածը կարող են ուղղակի լինել բիզնես պարտներներ, տարբեր մշակութային ինչ-որ կապերով, տարբեր տեսակի պարտներներ, նա առաջինը կաներ դա։ Երբ որ մենք ապրում ենք շրջապատված ուրեմն մուսուլման երկրներով, որոնք որ մեզ ուզում են վերացնեն արդեն դարեր է, եւ մենք կարողանանք այնքան աղմուկ բարձրացնել, որ մեզ ուզում են կոտորեն եւ ջարդեն եւ մեր միակ պաշտպանվելու ձևը կլինի ատոմային երկիր դառնալը, ոնց որ Իսրայելը 100 հատից ավել ատոմային բայգալով կանի, որտեղ նա ասում է, որ ինձ ուզում են կոտորեն, որտեղ մենք փոքր ազգ ենք, մենք անուժ ազգ ենք, խաղաղությունը ձեռք են բերում ուժի միջոցով, ոչ թե լացելով, ոչ թե տաբատը իջացնելով եւ ասելով ես պատրաստ եմ ամեն ինչի, այլ խաղաղությունը ձեռք են բերում ուժով։ Եթե մենք կարողանայինք եւ Ռուսաստանի միջոցով դա կարող է լինել միայն, քանի որ մեր ազգը չի կարողանում հասկանալ, որ որպես փոքր պետություն մենք ուղղակի չենք կարող, մենք չունենք այդ ռեսուրսները, չունենք այդ ֆինանսական հնարավորությունները կամ մարդկային կապիտալը, որպեսզի մենք լինենք ինչ-որ մի երկիր, որ ինքն է որոշում, այնքան անկախ է, որ ինքն է որոշում իր բոլոր հարցերը, սա ուղղակի տխմարությունների ամենավերջին են ստադիան է, ես չգիտեմ ոնց բացատրեմ դա, բայց այն մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանը կարող է լինել ամենևին ամբողջովին անկախ մի երկիր, այս մարդիկ ուղղակի աշխարհի կարգերից այնքան չեն հասկանում, այնքան տգետ են այս հարցում, որ կարող են անգամ նման բան մտածել։ Հայաստանը ոչ մի բան որպես պետություն իրենից չի ներկայացնում գլոբալ հարցերում, նա ներկայացնում է պատմական ինչ-որ մեծ կապիտալ, Հայաստանը ունի մեծ մշակույթ, շատ բաներ կան Հայաստանը, որ ունի եւ կա, բայց դա դեռ ամենևին հերիք չի, որ գլոբալ հարցերում մենք լինենք ինչ-որ հարց լուծող, բայց կդառնանք հարց լուծող, որովհետեւ ամբողջ աշխարհը մուսկուլի, ուժի վրա է քեզ ուրեմն հարգում, ոչ թե մշակույթիդ, ոչ մեկին նամանավանդ Ամերիկայի նման նոր ժամանակակից պետությանը, որտեղ մարդիկ անգամ չգիտեն Ամերիկայի խորքերում, Կալիֆոռնիայից դուրս, հայը ով է, հայի պատմությունը ով է, ինչ առաջի քրիստոնեություն, ինչ եք խոսում, հենց սրանք են հարցերը, որ ձեզ չեն բացատրել, որ ոչ մեկի չի հետաքրքրում դա, ոչ մեկ նրանք թքած ունեն քրիստոնեության վրա եւ հենց դա է խնդիրը, որ առաջինը հենց քրիստոնեությունն է, որ Ամերիկայի հենց գաղտնի գործակալությունները բաժանված են երկու մասի, մեկը զիոնիստ ավելի խմբակն է, մյուսը ավելի քրիստոնյաների կողմ, քանի որ եւ կա ինչ-որ մի խումբ փոքր, որ զիոնիստ քրիստոնյաներ են, նրանք լրիվ ուրիշ բան են ուզում, այս բոլոր խմբերը տարբեր բաներ են ուզում, բայց շատ անգամներ, երբ որ մի կողմը հաղթում է մյուսին եւ փոքր պետությունները ոնց որ Հայաստան ընկնում են ոտի տակ, մենք ուղղակի չենք կարող ընկնել ոտի տակ եւ մի անգամ ուտենք նրանց հարվածներից մեկը, որտեղ նրանց հարվածները այնքան մեծ ու այնքան ճակատագրական են ամեն կողմի իր հերթին, որ ամեն հարվածից հետո մենք կորցնում ենք ինչ-որ մի մաս, թե մեր սովորենությունից, թե մեր ուրեմն ապագայից, թե սահմաններից, թե չափսերից, թե մարդկային կորուստներից, թե մշակութային, դուք չեք պատկերացնում, որ ես ասում եմ, որ Տրոյան ձին Հայաստանում արդեն բերել դրել են կենտրոնում եւ մեր ժողովրդին տեղափոխում, ձևափոխում են եւ դեմոգրաֆիկը փոխում են, մարդիկ են իջնում Տրոյան ձիուց, մարդիկ, որոնք որ տուրիստներ են, եկել են տեսնեն մեր հանրապետությունը իրենց ասելով, որոնք որ փող են ստանում, անգամ մարդիկ ցույց են տալի, որ իրենք աշխատանք են կատարում եւ դուք չեք հասկանում, քանի որ կոմպլեքսավորված եք, շոյված եք զգում ձեզ, որ մարդիկ եկել են ձեր երկիրը ցույց տան, մարդը տուրիստ է եկել,
տեսանյութ է պատրաստում եւ դնում է YouTube ու հրավիրում է աշխարհից տարբեր մարդկանց ապրելու Հայաստանում։ Լավ, սա ձեր համար դիլեմա չի։ Ինչպես կարող է տուրիստը, հիմա ես գնամ Հոնգ-Կոնգ, տուրիստ էի գնացել ես Հոնգ-Կոնգը տեսնելու։ Ես կանգնեի այնտեղ, պատրաստեի տեսանյութ եւ հրավիրեի տարբեր մարդկանց աշխարհից, ասեի ինչ լավ տեղ է Հոնգ-Կոնգը ապրելու համար։ Եկեք ստեղ ապրեք։ Հասկանում եք, դա ուղղակի այնքան պարզ է, որ սա աշխատանք է կատարում, որ ուղղակի չհասկանալը դա եւս տգիտություն է։ Հիմա ասեմ, քանի որ սկզբից մեր ազգը չկարողացավ հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ է իրանից ներկայացնում, Ամերիկան մեր ազգության ներքևի խավը նամանավանդ պատկերացնում է որպես մի երկիր։ Դրա համար են ասում մեզ Ամերիկայի ապրողներին, բնակիչներին, հայերին, որ ձեր ձենը տակ տեղից է գալիս։ Դա ինձ ուղղակի մի ուրիշ ձև ցնցում է, որ լսում եմ, որովհետև Ամերիկայում ապրող մարդը եւ հետո ստեղ, երբ որ գալիս եք, մի քիչ մնում եք եւ հնարավորություն ունեք գալու տեսնելու, շատ մարդիկ գալիս են եւ սկսում են հասկանալ, որ ձենը ընդհանրապես տակ տեղից չի գալի։ Ամերիկան դա այն պետությունը չի, որ գալիս եք, սենց ծառերի վրա փողերը կախած են եւ դուք սկսում եք հավաքել եւ մի անգամից մի առաջի օրը Mercedes-ի տեր եք դառնում, հետո ուրեմն տունը կահավորում եք, տուն եք առնում ու սկսում եք լավ ապրել այդ օրվանից։ Լսեք, ժողովուրդ, Ամերիկան դուք ընդհանրապես սխալ եք հասկացել։ Ինչա Իրանից ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք անգամ գաղափարը չունեք։ Ես հայության մեջ չեմ ապրել Ամերիկայում, ես 30 տարի բնակվել եմ ամերիկացիների մեջ եւ ամեն կերպ պահպանել եմ իմ լեզուն, գրականությունը։ Ես օրվա մեջ, իմ առօրյայի մեջ ընդհանրապես հայերեն լեզուն գոյություն չունի։ Ես հայերեն խոսում եմ միայն տանը իմ կնոջ երեխաների, իմ բաժանաղների, իմ քենիների կամ ասենք իմ աներ զոնքաջների կամ ծնողների հետ, հասկանում եք, միայն ընտանիքի անդամների հետ։ Դուրսը ես հայերեն ընդհանրապես չեմ կարող խոսել։ Մարդիկ, որոնք որ ապրում են Գլենդելում, Նորթ Հոլիվուդում, նրանք Ամերիկայում չեն ապրում։ Նրանք ապրում են Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի ուրիշ տեղ եւ չեն հասկանում Ամերիկայից այնքան, ինչքան պետք է հասկանալ։ Այդ բոլոր փոճուր ֆոկուսները, որոնցով որ մի քիչ կարողանում են իրենց լավ զգալ, դրանք ժամանակավոր բաներ են։ Եվ ժամանակավոր բաներ լինելուց բացի ստեղծում են խայտառակ իրավիճակ հայ ազգի համար։ Եվ թուրքական եւ ադրբեջանական լոբին օգտվելով այդ առիթից, քանի որ մեր ազգը չի սիրում երկար սպասել աշխատանքի միջոցով, մի ազգի սեգմենտ չի սիրում սպասել աշխատանքի միջոցով ձեռք բերել այն ամեն ինչը ինչ որ կա, բարիքները ուզում են միանգամից եւ այսօր մենք ընկնում ենք ազգովի մեծ խնդիրների մեջ եւ Ադրբեջանի եւ թուրքական լոբիները եւ հրեական իհարկե միանգամից օգտվում են այդ առիթից ու օգտագործում են դա հայության դեմ եւ կամած մենք մեր ուժը որպես հայ կորցնում ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանկի ղեկավարը, եթե ձեզ մոտիկ լինի, ձեզ կասի, որ երբ որ հայը բանկի հաշիվ է բացում YAN կամ IAN ազգանունով, միանգամից այդ հաշիվը գնում է սև տուփ, այդպես է կոչվում black box, որի մեջ այդ հաշիվը մշտական լինելու է հաշվառման տակ, որտեղ այդ հաշվի գլխին մի օին վերջում երևի պետքա գա, նրանք արդեն այդպես են նայում։ Մեր ազգը, եթե ուրիշը կգնա ինչ որ մի գումար, հարկ, վարկ կուզի բանկից, ասենք 100,000 եւ կստանա 100,000, երբ որ մենք ենք գնում, մենք ստանում ենք 25-ը, անգամ եթե մենք դրան ուրեմն ցույց ենք տալի, որ մենք կարող ենք դա փակել եւ ունենք հնարավորությունը, որ այդ գումարը հետ ուրեմն փակենք կամ մարենք։ Այսպիսի իրավիճակում ենք մենք ապրում Ամերիկայում հայերս մեր ազգանուններով այ հենց այդ կոնտինգենտի պատճառով։ Այդ կոնտինգենտը, որը որ տգետ կոնտինգենտ է, գալիս է այս երկիր ու փորձում է մի անգամից ինչ որ բաների հասնի, իրենք իրենց գցում են կրակի մեջ, կողքի բոլոր մարդկանց էլ հետն են գցում կրակի մեջ իրանց հետ միասին եւ անմեղ մարդիկ գնում են բանտերում տարիներով անցկացում են իրենց արած հիմարությունների պատճառով, սրանք բոլորը մեծ մասամբ ոչ սովորած
կյանքում ոչ միտեղ չհասած կամ մի կատեգորիա, որը որ ուղղակի ցանկություն չունի ու անգրագիտության եւ ոչ բազմակողմանի զարգացած լինելու պատճառով որ հասել ենք մենք այս վիճակի։ Ուրեմն խոսամ այդ տգիտության եւ այդ կոնտինգենտի մասին, որը որ մեզ հասցրել է այսօրվան, քանի որ չունենք ժուրնալիզմ եւ էլիտա։ Մեր ժողովուրդը ոչ մեկ մեր ժողովրդին չի բացատրել 2000 թվից այս կողմ, որ Ամերիկան դա մի պետություն է, որը որ ամբողջովին իր ամբողջ ուժով եւ կարողությամբ պաշտպանում է Իսրայելի շահերը, միայն Իսրայելի շահերը։ Ամերիկան մի պետություն է, որի մեջ բոլոր համարյա ուրեմն կոնգրեսի անդամները, բոլոր կոնգրեսի անդամները, սա ապացուցված ֆակտ է, ես պետք չունեմ ապացուցելու սա եւս մեկ անգամ։ Եվ դա ապացուցվեց այս շաբաթ Քենթակի նահանգում, երբ որ Թոմաս Մասին, անգլերեն քիչ ավելի հայերեն акցենտով ասեմ, Թոմաս Մասի, անգլերեն անունով, մարդ, որը որ միակ մարդն էր ամերիկյան կոնգրեսում, որը խոսում էր Իսրայելի դեմ, որը խոսում էր զիոնիզմի դեմ, եւ նրան անգամ տեղափոխեցին եւ հանեցին կոնգրեսից, ծախսելով $32 միլիոն, որպեսզի այդ մի ձայնը անգամ կոնգրեսում Իսրայելի դեմ չլինի։ Եվ եթե դուք հասկանայիք Ամերիկան ինչ է իրանից ներկայացնում, դուք կհասկանայիք, որ Իսրայելի շահերը Հայաստանի շահերի հետ ընդհանրապես չեն համընկնում։ Եվ քանի որ Ամերիկան ամբողջ կոնգրեսով, պատկերացնում եք, կոնգրեսում չկա մի մարդ, որը որ Իսրայելի լոբիից փող չի ստանում եւ չի խոսում AIPAC-ի, AIPAC-ը դա Իսրայելի լոբին է, նրանց կողմից։ Այսինքն նրանք, եթե դուք սպասում եք, որ Ամերիկան ինչ որ մի բան, քանի որ դուք բոլորը լսում եք Ամերիկան, այդ ռեկլաման այնքան է եղել, հենց լսում եք Ամերիկան, ասում եք մեզ Ռուսաստանը պետք չի, մենք Ամերիկա ենք ուզում, որտեղ որ Ամերիկան եկավ, մենք էլ ստեք խմենք Coca-Cola, կծխենք Marlboro, տենց ամերիկյան կապրենք, մենք ամերիկյան value-ներն ենք ուզում, արժեքները։ Ամերիկյան արժեքները կքանդեն եւ քանդում են մեր պետությունը, մեր ազգին արդեն իրենց ֆունդամենտից արդեն վերջի 8 տարում։ Եթե ուշադիր նայեք մեր երիտասարդությանը, մեր երկրին, մարդիկ, որոնք ապրում են այդ արժեքներով, արդեն էլ հայության ոչ մի նմանություն չունեն։ Եվ եթե հասկանայք, կհասկանայք, որ 2000 թվից այս կողմ եւ անգամ 99 թվից այս կողմ, ես ինչի եմ շեշտում 99 թիվը, ինչ տեղի ունեցավ 99 թվին Հայաստանի Հանրապետությունը, որը որ դուք մինչև այսօր բարձում եք Ռուսաստանի ուսերին, ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետությունում կային երկու մարդ, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, որոնք Հայաստանի Հանրապետությունը տանելու էին ամբողջովին ուրիշ ճանապարհով, ուրիշ։ Նրանք տանելու էին Հայաստանի Հանրապետությունը շատ պրոռուսական ճանապարհով, տանելու էին մի տեղ, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու էր անկախ պետություն, բայց ունենալու էր այդ ատոմային բայգալովկաները։ Վերջում մինչև այսօրը արդեն Սպարապետը եւ Կարեն Դեմիրճյանը բերած կլինեին այդ բայգալովկաները, դրած կլինեին Հայաստանի տարբեր ռեգիոններում 3 ծայրերին եւ ով որ իրեն ճիշտ չդրսևորեր, ուղղակի կհիշացնեին, որ մենք ունենք այդ կնոպկան։ Այդ կնոպկան այ տգետներ մեր ազգի ամբողջ պատմությունը այսօրվանից մինչև վերջ կապահովագրեր։ Հայաստանը մշտական կլիներ պատմության եւ աշխարհի մեջ։ Դա կլիներ մեր ստորագրությունը, որ մենք լինելու ենք եւ մնալու ենք։ Իսկ հիմա, այն ինչ որ կատարվում է հիմա Հայաստանում, սա 100%-ով շուտով Հայաստանը սարքելու է, դարձնելու է թուրքական ռեգիոն եւ քանի որ պանթուրքիզմը դա իրականում ծրագիր է եւ դա Անգլիայի եւ Ամերիկայի այդ մի ՑՌՈ-ի այդ սեգմենտը որ կա, այդ մի ֆակշնը որ կա, մի խմբավորումը, կեսը ՑՌՕ-ի,
որոնք որ ուզում են, որպիսի Թուրքիան մեծանա, ընդգրկի իր մեջ Հայաստանը, Ադրբեջանը եւ Իրանը, դրա համար է Իրանի պատերազմը։ Նրանց ամբողջ պլանը դա էր, որ Իրանն էլ գրավեն, Իրանի ոչ մի արածը իրանց համար նշանակություն չուներ, Իրանը ոչ մեկի չէր խանգարում, Իրանը մենակ խանգարում էր Իսրայելին ամբողջ այդ տարածությունը գրավելու մեջ, որը որ այո, խնդիր էր Ամերիկայի համար, քանի որ նորից Ամերիկան Իսրայելի ուրեմն security guarantor, այտենց է կոչվում, Ամերիկան Իսրայելի security guarantor-ն է, որը որ Իսրայելի ուրեմն ապահովագրությունն է, եւ դրա համար Ամերիկան պատրաստ է բոլոր պետությունների հետ կռվել, բոլոր Իսրայելի համար, եւ անգամ այն ժամանակները, որ պատրաստ չի կռվել, նրանք ստիպելով տանում են այդ պատերազմի։ Հենց այս պատերազմը, եթե դուք հասկանայիք Ամերիկայից, կհասկանայիք, որ Ամերիկան ստիպված գնաց այս պատերազմին, որտեղ Նեթանյահուն այդպես էր ուզում։ Եվ եթե դուք ձեր ժուրնալիստները բացատրեին ձեզ, ինչ է կատարվում Ամերիկայի մեջ, որ մարդիկ Թաքեր Քարլսոնը ամենամեծ ժուրնալիստը Ամերիկայի, ամենասիրված, հարգված նաև իմ կողմից, Թաքեր Քարլսոնը, Քանդիս Օուենս, մարդիկ են սրանք, որոնք կռվում են առավոտից գիշեր, որպեսզի Ամերիկան ազատագրեն զիոնիստների եւ հրեաների ձեռքից։ Եթե ձեզ բացատրեին այդ ամեն ինչը 2000 թվականից բացատրեին, որ Ամերիկան դա զիոնիստական շարժման զենքն է, այլ ոչ թե ձեր ընկերը, դուք կարող եք հասկանալ։ Եվ այս մարդիկ փորձում են Ամերիկան ազատագրեն, իսկ ձեզ թվում է Ամերիկան ինչ-որ մի երկիր է, որը որ գալու է ձեզ Եվրոպայի հետ միասին, ժողովուրդ, Եվրոպան արդեն վաղուց գրավված է, նույն Տրոյան ձիով, ոնց որ հիմա Հայաստանում են բերել դրել, նույն Տրոյան ձին Եվրոպայում արդեն քարուքանդ է արել Եվրոպան, Եվրոպա էլ գոյություն չունի։ Այն բոլոր մարդիկ, որոնք եկել էին Հայաստանի Հանրապետություն այս վերջերս Նիկոլի հետ հանդիպման, որով որ դուք այդքան ոգևորվել եք եւ ասում եք, տեսակ Հայաստանը հիմա քարտեզի վրա, վերջը Նիկոլը Հայաստանը քարտեզի վրա, տգետների համար է սա։ Դուք չկհասկացաք, որ Հայաստանը հենց հիմա քարտեզի վրա աուկցիոնի վրա է դրած։ Նիկոլ Փաշինյանը, այո, Հայաստանը դրել է քարտեզի վրա, բայց աուկցիոնի, վաճառքի, ոչ թե որպես պետություն, եւ այն բոլոր մարդիկ, որոնք եկել էին Հայաստանի Հանրապետություն, Քիր Ստարմեր, Անգլիայի վարչապետը, Մակրոն, Ֆրանսիայի պրեզիդենտը, մնացած բոլորը Զելենսկի, սրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի, Սահակաշվիլու հետ միասին, այս բոլոր մարդիկ ունեն նույն ծագումը, սրանք բոլորը եկել են նույն խմբակի կողմից։ Դա Դավոսը, Շվեյցարիայի Դավոսը, որը որ գլոբալիստների տարեկան ուրեմն հանդիպումն է, գլոբալ էլիտը, դա 95%-ով հրեա միլիարդատերերն են, բոլորը զիոնիստ հրեա միլիարդատերեր են, հավաքվում են Դավոսում, Շվեյցարիայում, տարին մեկ, դրանցից մի քանիսը կարող է լինեն քրիստոնյա։ Այս մարդիկ որոշում են աշխարհի կարգերը եւ ինչ է լինելու շուտով։ Այս պահին Հայաստանի ընտրությունները ունեն գլոբալ նշանակություն, որովհետեւ իրենց կողմից նշանակված մարդը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը այնպես էլ չէր, ոնց որ ձեզ նկարագրել են, դա հեղափոխություն չէր, դա սկսվել է 2014 թվականին եւ ես հիմա դա կապացուցեմ ձեզ 14 թվականին ասկսվել եւ այդ մարդը չի եկել ուղակի այտենց ես բառը ճիշտն ասած գրել եմ ինքնաբուխ, որտեվ անգլերենով spontaneous բառն է, ինքնաբուխ ուղակի դուրս չեկավ փողոց, որպեսզի այտենց վրթովված, որ Սերժ Սարգսյանը չէր ուզում գնալ եւ ուզում էր մնալ, հիմա էլ վարչապետ լիներ, ինքնաբուխ դուրս չեկավ փողոց, ձեզ փրկի դրանից, միամիտ իմ ժողովուրդ։ Դա սկսվել էր 14 թվականին Ուկրաինայից
ուրեմն Վիկտորիա Նյուլանդի եւ Օբամայի Ուկրաինայում իրենց սկսած Մայդանի նույն ժամանակ, երբ որ իրենք ընտրել էին Զելենսկուն եւ Զելենսկուն ընտրել էր Trilateral Commission-ը, դա մի կոմիսիա է կապ 3 մարդուց բաղկացած, որը որ աշխարհի էլիտայի, ամբողջ գլոբալ էլիտայի կոմիսիան, հա, իրանց commission, տենց անգլերեն է, չէ, ասում commission, հայերեն կլինի իրենց խմբի 3 ամենակարևոր մարդիկ, որոնցից մեկը հենց այն Էփշտինն էր, որը որ Ամերիկայում այսքան խառնեց ամբողջ աշխարհի իրար, փոքր երեխաների բռնաբարություններով, տարբեր, ուրեմն ինչքան բան կա, չէ, այդ մարդու վրա, վերջում էլ ասացին, որ իրեն բանտում սպանել են, բայց նրան չեն սպանել, նա ինձ թվում է ողջ է, դա ուրիշ խոսակցություն է, բայց այս մարդը այդ կոմիսիայի ամենակարևոր 3 դեմքերից մեկն էր, նա էր որոշում ով է լինելու, եթե դու Զելենսկին էր, պետքա ընտրվեիր որպես ուրեմն Ուկրաինայի Պրեզիդենտ, որովհետև քանի որ անընդհատ Պուտինը ասում էր, ես ուզում եմ, որպեսզի մենք բանակցենք Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի հետ, եւ նրանք ինչ որոշեցին անեն, այսինքն Պուտինի վրա ոնց sense չեմ ուզում այս բառը օգտագործեմ, որովհետև դա կոպիտ բառ է, չեմ սիրել այդ բառը ոչ մի անգամ, բայց ժողովրդական լեզվով ասած, Պուտինի վրա կայֆավատ են լինում։ Ասացին, ուզում ես դու բանակցես, հեսա մի հատ կլոուն ենք բերում, արի բանակցի, դու կլոունի արժանի մարդ ես մեր համար, արի բանակցի, բերեցին այս կլոունին, նստացրեցին ընդեղ եւ այս կլոունը զարմացած ինչ ա եղել իր հետ, այս ինչ եղավ, դառավ իր երազած տղան։ Սրանք կոնսպիրացիաներ չեն, սա իրականությունն է։ Եթե ուզում եք ընդունեք, եթե չէ, շարունակեք ձեր ճանապարհը ոնց որ բռնել եք եւ տեսեք թե ոնց եք դուք շուտով դառնում թուրքական գավառ։ Ես ունեմ իմ հեռախոսի մեջ text message-ներ 2018 թվականից, որի մեջ ես շփվում եմ շատ ճանաչված մարդկանց հետ Հայաստանի Հանրապետությունում, որոնց հետ ես խոսում եմ եւ օգտագործում եմ կորիդոր բառը։ Ասում եմ 18 թվականին, ես դրանք բոլորը ցույց եմ տալու։ Ասում եմ, այս կուդեյտան հեղափոխություն չէ, ես օգտագործում եմ կուդեյտա, կուպ դեյտա բառը։ Սա նրա համար է եղել, որպեսզի Հայաստանը դառնա կորիդոր, օգտագործում եմ կոնկրետ կորիդոր բառը, եւ Հայաստանը դառնա թուրքական գավառ։ Երբ որ կգրավեն Պարսկաստանը եւ Պարսկաստանի պատերազմը պետքա լիներ վաղուց, բայց ոչ մի ամերիկյան պրեզիդենտ Դոնալդ Թրամփից առաջ չէր ուզում անել դա, քանի որ դա շատ մեծ ռիսկ էր։ Բայդենը չարեց դա։ 18 թվականին Դոնալդ Թրամփի ժամանակ եղավ Հայաստանի, այսպես ասած, հեղափոխությունը ճակերտների մեջ, որովհետեւ Դոնալդ Թրամփը գլոբալիզմի զոհն է, նա գլոբալիզմի մեջ է։ Մի մոռացեք, որ Դոնալդ Թրամփը ինքը օլիգարխ է։ Անընդհատ մոռանում եք, Դոնալդ Թրամփը դա պոլիտիկ չի, նա օլիգարխ է, բայց քանի որ մենք ապրում ենք օլիգարխական կարգերի մեջ, Դոնալդ Թրամփը վաղուց այդ խմբակի մեջ է։ Բոլոր միլիարդատերերը աշխարհում այդ խմբակի մեջ են։ Օրինակ Սամվել Կարապետյանը չի կարա լինի այդ խմբակի մեջ, քանի որ նա չի պատկանում ազգությամբ կամ կրոնով այդ խմբին։ Պատերազմը ուրեմն աստվածաշնչի, կրոնի եւ նացիոնալիզմի դեմ է։ Նացիոնալիզմը դա մի բան է, որով որ մարդկանց ներշնչումը իրանց երկիրը, իրենց արյունը, իրենց ֆունդամենտը պահելու ամեն գնով։ Իսկ եթե նացիոնալիզմը քանդում են, որը որ Հայաստանում արդեն եղել է, համարյա հասցրել են ավարտի, ի՞նչն է մնում տակը, որ կարա մարդկանց համախմբի։ Աստվածաշունչը եւ կրոնը։ Եթե դուք մի քիչ ուշադրություն դարձնեք, ախր ուշադրություն չեք դարձնում, ինչ է կատարվում։ Ինչի հենց Նիկոլը եկավ, միանգամից հարձակվեց եկեղեցու վրա,
որովհետև դա առաջի բանն է, որ իրեն ասել էին, որ ինքը պետք է անի։ Ինչի հետո դրանից հետո բոլոր այն մարդկանց, որոնք որ կարող էին մարդկանց համախմբել իրար գլուխ, դրանց բոլորին նստացրեց։ Ինչի այն մարդիկ, որոնք որ ասում էին, որ պետք չի Հայաստանում աղանդներ, մի բերեք այս LGBTQ-երը, այս ամեն ինչը, սա մեր ազգին ոչ թե միայն սազական չի, այլ սա ազգին մասնատում է, սարքում է փոքր տարբեր խմբեր եւ ազգը չի կարողանում իրար վրա գա։ Սա հենց այդ վիրուսն է, ոչ թե համակարգիչային վիրուս, այլ մարդկային ինչ-որ վիրուս, որը մտնում է քո պետություն եւ պետությունդ ֆունդամենտից քանդում է, ոնց որ վիրուսը քանդում է համակարգչին։ Հասկանում եք։ Դուք կարող եք չուզենաք սա ընդունեք, բայց եթե դուք սա էլ չեք ընդունում, ուրեմն դուք ձեր աչքի տեսածը ուղղակի չեք հավատում։ Ինչ որ ձեր աչքը տեսնում է, տեսնում եք, չէ, եկեղեցու վրա հարձակումը, տեսնում եք, սա կապ չունի ընդհանրապես կոռուպցիայի հետ։ Նիկոլը այնքան կոռումպացված է ինքը, որ ինքը չի, որ կոռուպցիայի վերջը տալու է։ Եթե դուք դա չեք ուզում տեսնեք ու հավատաք ու հասկանաք, ուրեմն դուք իրականում արդեն դուք ձեր աչքի տեսածին չեք հավատում։ Դուք ոնց կարող եք ինձ հավատաք։ Հասկանում եք, դրանում է խնդիրը։ Ուրեմն նորից Պարսկաստանի վրա պատերազմը դա եղավ ոնց որ եղավ Հայաստանում եղած հեղափոխությունը, որից միանգամից հետո Ջան Բոլտոնը եկավ Հայաստան, որ Նիկոլին ասի, թե ոնց պետք է անեն սրանից հետո, եւ Պարսկաստանը գիտեր, որ իրանց դեմ է այդ խոսակցությունը։ Պարսկաստանի պատերազմը 20 թվին պետք է լիներ, բայց չեղավ, քանի որ Հայաստանի պատերազմը եղավ։ Նրանք պետք է սկզբից այդ հարցը լուծեին, Հայաստանը պետք է պարտվեր։ Դա էր ամբողջ պլանը։ Հայաստանը պարտվեր, նոր դրանից հետո անցնեին Պարսկաստանի պատերազմին։ Ամբողջ 20-ից 24 թիվ Բայդենին չկարողացան համոզեն, որ Բայդենը անի դա իրենց համար, չարեց Բայդենը։ Եվ երբ որ եկավ Թրամփը նորից, միանգամից հակառակ այն բոլոր խոստումներին, որ նա տվել էր, միանգամից հարձակվեց Պարսկաստանի վրա։ Ինչի համար։ Նրա համար չէ, որ Պարսկաստանը միջուկային զենք ուներ, ժողովուրդ։ Սա նրա համար էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում ոչ քրիստոնյան, ոչ հայը, ոչ մյուսը, սրանք թքած ունեն այդ ամեն ինչի վրա, քանի որ զիոնիզմը, հրեաները, զիոնիստական շարժման առաջին թշնամին դա քրիստոնեությունն է, առաջի թշնամին, դրա համար թքում են մեր եկեղեցականների վրա Իսրայելում, դրա համար նրանք գիտեն, որ միակ ձևը, որ քրիստոնյա աշխարհը իրար վրա կգա, դա քրիստոնեության պատճառով է հենց։ Նրանք գիտեն, որ միակ տարբերակը, որպեսզի 2 միլիարդից ավել մարդ իրար վրա չգա, իրանց դեմ դուրս գա, որովհետև նրանք տանում են աշխարհը ստրկացման, այս օլիգարխների Դավոսի միջոցով։ Նա է, որ քրիստոնեությունը կարա այս մարդկանց համախմբի, անգամ եթե մարդիկ մասնատվեն, անգամ եթե պետություններում մարդիկ փոքր խմբերի վերածվեն, որը որ կատարվում է Հայաստանում, Վրաստանում, ամենտեղ, միևնույն է քրիստոնեությունը իրանց բերելու է իրար գլուխ, որովհետև երբ որ նրանք տեսնեն, որ իրենց ստրկացնում են, վերացնում են, ինչն է նրանց համախմբելու քրիստոնեությունը։ Եվ դրա համար քրիստոնեության դեմ է պատերազմը։ Եթե դուք չեք հասկանում դա, խնդրում եմ մի քիչ ուղեղներդ բաց արեք, աչքներդ բաց արեք, թողեք ձեր ականջի մեջ մտնի ուրիշ, ավելի մի քիչ բան իմաց կամ մի քիչ ավելի մարդ, որը ուսումնասիրել է այս հարցը։ Այ եթե ես գամ ձեզ, այ լսողներդ բոլորդ, ովքեր որ այս հարցերում տգետ են եւ իրենք էմոցիաներով սուրճի բաժակի շուրջ են խոսում իրենց քաղաքական հարցերով։ Նստում են մի հատ առավոտը կոֆե խմելու, այ վայ Նիկոլս շատ լավն է, արևիկները, նայրաները, այս բոլորս մեխակներ սիրող կանայք նստում են ու վայ Նիկոլը եկավ դիմացար բանը բարձացրել է թոշակ, ժողովուրդ, լսեք, եթե ձեր թոշակը մի քանի հազար դրամ բարձրացնեն, բայց ձեր կողքի հարևանը թուրք եղավ, հնդիկ եղավ, տարբեր տեսակի մարդիկ եղավ եւ ձեր այդ երկրի ամբողջ համն ու հոտը, ձեր ազգը,
ձեր պետության ամբողջ սիստեման դեմոգրաֆիկը փոխվի, դու որպես հայմարտ պետք է ասեր ես թքած ունենայի այդ 50,000 դրամի վրա, որովհետև այդ 50,000 դրամը ուրիշ ճանապարհով հաստատ ձեզ կարող եմ ասել, ձևեր ասեմ, որ կարող եք ունենալ առանց Նիկոլի տված թոշակի, եւ դուք պետք չի էլի, որ այդ փոքր բաների համար էմոցիաներով մոտենանք այս հարցին, որ մենք պետություն ենք կորցնում, դառնալու ենք թուրքական գավառ, որպեսզի Ռուսաստանին խեղճացնեն։ Հիմա բացատրեմ ոնց։ Գրավելով Հայաստանը, Ադրբեջանի դիկտատորը շատ լավ հասկանում է, որ ինքը սերունդ չունի, իր տղան դոնդոլոշա, դամբուլա, չի կարող նա կառավարել։ Նա կյանքում այդ երկրի ղեկավարությունն ու կառավարությունը չի տալու իր հակառակորդներին, այն մյուս ընտանիքին, ազգանունը մոռացել եմ, կներեք, նրանք այնտեղ կան երկու ընտանիք, չի Ալիևները եւ Մուստաֆաևներն էին, թե չեմ հիշում, ինչ որ այդ երկրորդ ընտանիքը, նա չի տալու պետությունը նրանց, չի տալու, քանի որ ինքը կարծում է, որ այդ պետությունը ինքն ու իր հերն է ստեղծել, չի տալու նրանց, նա պետությունը տալու է Թուրքիային։ Դուք կտեսնեք, որ վերջում, քանի որ հիմա Դավոսից եւ աշխարհի գլոբալիզմի կարգերից ես իզուր չեմ ես դոլարը ձեռքս սպարը, ես հիմա ձեզ բան ցույց կտամ, սրանք կոնսպիրացիաներ չեն։ Այս մարդիկ ամեն ինչը այնքան հենց ձեր ասած կոնսպիրացիաներով են անում, քանի որ սրանց համար այդ բանը, ասենք, սիմվոլիզմը եւ համարները, քանի որ սրանք կաբալիստներ են, կաբալա, սրանք կաբալիստներ են, ամենամեծ նշանակությունը ունի իրանց համար է սիմվոլիզմը, եւ սիմվոլներով նրանք ասում են ինչ են անել, ուղղակի պետք է հետևել, տեսնել։ Ադրբեջանը գիտի շատ լավ, քանի որ ինքը Դավոս մասնակցում է Դավոսում եւ հասկանում է, որ գլոբալիստները, գլոբալ օլիգարխիան որոշել է, որ պետք է պետությունները զտվեն։ Պետություններ, որոնք որ չունեն ոչ մի բան առաջարկելու, պետություններ, որոնք որ Հիտլերի գրած Mein Kampf-ի մեջ, Հիտլերի գրած գրքի, նրանք Հիտլերին չվերացրեցին, որ Հիտլերը շատ վատն էր, իրենք չեն, չէ, Հիտլերի իդեաները շատ լավն էր, բայց իրանք չէին անում դա, Հիտլերը լավ իդեաներ ուներ, որ իրանք շատ հարմար էր, բայց եթե Հիտլերը դա աներ, Հիտլերը կլներ աշխարհի տերտիրականը եւ դրանց ձեռ չէր տա։ Նրանք վերցրեցին Հիտլերի բոլոր իդեաները, հասկանում եք, Հիտլերին վերացրեցին։ Ոչ թե սպանեցին, այլ ասացին դու պարտվեցիր, գնա Արգենտինա ապրի քո համար, մենք սրանից հետո we're taking over։ Մենք վերցնում ենք այս, սա քոնը չի։ Հիտլերը Mein Kampf-ի մեջ, իր գրքի մեջ շատ հետաքրքիր է այդ գիրքը։ Ամեն ինչ բացատրել է։ Պետություններ, նա մարդու տեսակով է բացատրում, քանի որ ես կարդացել եմ այդ գիրքը, ձեզ ասեմ, մարդու տեսակով է նա կարդում, նա բացատրում, բայց նաև պետությունների։ Ասում է մարդը կամ պետությունը, որը որ չունի ոչ մի բան առաջարկելու, անընդհատ ինչ-որ մի բան պոկում է, ապրում է, մի բան պոկում է, ապրում է, նա իրավունք չունի գոյություն ունենալու։ Այն պետությունը, որը որ չունի բենզին, չունի գազ, չունի լիթիում, բաթերիների նոր սիստեմաների համար լիթիում է պետք, չունի ոչ մի բան, միայն ունի պատմություն, որ ինքը եղել է առաջի քրիստոնյա ազգը, էդի գոնե մի ասեք, որտեվ այդ հենց ասում եք ավելի եք ջղայնացնում, առաջի քրիստոնյա ազգին առաջինը պիտի վերացնեն, որտեվ քրիստոնեության հետևից է այս պատերազմը ընկած, հասկանում եք, երբ որ մենք ասում ենք, մենք գիտեք, հերիք է, սպասեք շոյվելուն, հերիք է, կոմպլեքսներից դուրս եկեք, շոյվելը գիտեք ոնց, պետք չի որ ձեր գլուխը գան շոյեն, ձեզ խղճալուց, ձեզ փոքր տեսնելուց, թող ձեր գլուխը գան շոյեն վախից, ասեն սրանց գլուխը շոյեն, քեզ գժերը հանկարծ կնոպկեն չսխմեն։ Այդ դրանից հասկանում եք, իսկ մենք անընդհատ հիշացնում ենք, որ մենք գիտեք ովքեր ենք, մեզ ջարդել են, մենք ժողովուրդ չի անցնում, ոչ մեկի չի հետաքրքրում սա, ոչ մեկի, խնդրում եմ ձեզ, ճիշտ է հասկացեք, մեր պետությունը զտելու են, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը միանալու են իրենց պլաններով, ես չեմ ասում սա 100% լինելու է, բայց իրենց պլանը սա է, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը դառնան մի պետություն,
Ալիևը շատ լավ հասկանում է սա եւ իրեն ձեռք է տալի դա, որ Թուրքիան ու Ադրբեջանի հետ միանան իրար, դառնան մի ուժ, որտեղ ինքը պետքա վերջում գնա, չէ, ոչի մնալու ցմա։ Դրանից հետո Պարսկաստանը գրավելու են, դա էր իրենց պլանը։ Պարսկաստանի միայն բենզիններ իրենց հետաքրքրում, նրանց չէր հետաքրքրում Պարսկաստանի ոչ ատոմային, նրանք ուզում էին, որ Պարսկաստանը չունենա ատոմային, որ հանկարծ իր ռեսուրսները ատոմայինով չկարողանա պաշտպանի, որտեղ եթե ատոմային ունենա, նա 100%-ով ապահովում է իր ռեսուրսների սեփականությունը ցմա, ով որ ունի ատոմային, ինչի Հարավային Կորեային ձեռ չեն տալի, նա ոչ մի բան չունի առաջարկելու, նա սնվում է Ռուսաստանից տարբեր մի կերպ սնվում ապրում են նրանք, բայց ինչի ոչ մեկ չի կարողանում ձեռ տալ ատոմային ուժը, դա է ուժը, ուժով մենք կարող ենք մեզ կողքից շատ են նեղում, ստեղ մի հատ խփեցին, ընդեղ մի հատ խփեցին, այս թուրքերը մեր գյուղերն են մտնում մարդկանց մորթում են, մեզ պետքա աշխարհ, մեզ պետքա պաշտպանվել այս թուրքերից, քրիստոնյա աշխարհ, մեզ պետքա պաշտպանվել այս թուրքերից, մեզ կոտորում են, մեզ վերացնելու են, գոռացեք այտենց, մինչև որ Ռուսաստանը ասեր հայերին կոտորում են, հայերը մեր եղբայրներն են, նրանք քրիստոնյաներ են եւ բերեին երեքած սիրուն, պոլիշ եղած, sense ծայրերը sense մաքուր, պոլիշ եղած տեղադրեին ու կնոպկեն տային, ասենք իմ ձեռքը։ Դրանից հետո հանգիստ գնացեք տուն։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում, ես ձեզ ասում եմ, ես կարող եմ գամ, ձեր մոտ նստեմ այդ կոնտինգենտը, որ չի հասկանում այս ամեն ինչը, դուք կարաք ինձ սովորացնեք, ասենք ոնց միկադոս արգեմ, ոնց ծիչի սարքեմ, շատ համով, համոզված եմ բոլորը շատ լավ գիտեք ոնց են դա անում, ես չգիտեմ ու շատ եմ սիրում, խոլեստերոլս բարձր է, բայց սիրում եմ, չեմ կարողանում, ես ինձ վրա պետքա ուտեմ, դա կարող եք դուք ինձ սովորացնեք, դուք այդ հարցում տգետ չեք, դուք կարող եք շատ բաներ, շատ լավ բաներ ինձ սովորացնեք, բայց ինչ որ վերաբերվում է գլոբալիզմին, գեոպոլիտիկային, աշխարհում մեր տեղը որպես հայազգ, դուք դա չեք կարող սովորացնել, խնդրում եմ, ձեր ուղեղը բացեք, ռացիոնալ սկսեք մտածել, ես ձեզ ասեմ ինչա կատարվում։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, որ ասեցի ձեզ, որ Պարսկաստանն էլ եթե կարողանային գրավեին, միացնեին Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Պարսկաստանը իրար եւ մի հատ շատ գեղեցիկ խողովակ գցեին Պարսկաստանի բենզինը ուղարկեին Եվրոպա, էլ Ռուսաստանը չէր կարողանա Եվրոպային բենզինով, գազով, ուրեմն թե վաճառեր, թե փող աշխատեր, որովհետեւ ամբողջ պատմությունը, այս ամբողջ ինչ տեսնում եք Ռուսաստանի դեմ է։ Ռուսաստանի դեմը ոչ թե հիմիկվանից, այլ Ռուսաստանի դեմը ցարական ժամանակվանից։ Սրանք Ամերիկայից Տրոցկու երեխաներն են, ոչ թե իր սեփական երեխաներն են, ոչ Տրոցկին ուներ 5 երեխա, նրանք Ռուսաստանում ու տարբեր տեղեր, սրանք Տրոցկու շարունակողներն են, Տրոցկու։ Քանի որ Տրոցկին ուղարկվել էր Ռուսաստան, ուրեմն Ամերիկայի եւ Անգլիայի կողմից, իսկ Լենինը ուղարկվել էր Գերմանիայի եւ Շվեյցարիայի կողմից, հեղափոխությունները, որոնք որ եղել են հոկտեմբերյան հեղափոխություն, դրանք էլ ինքնաբուխ բաներ չէին, 15-16 տարի զիոնիստական կոնգրեսի ստեղծումից հետո Թեոդոր Հերցելը, երբ որ ստեղծեց զիոնիստական կոնգրեսը 1897 թվականին Շվեյցարիայում Զյուրիխում, 500 իր անդամներով 40 պետություններից տարբեր հրեաներ, շատ բարձր պաշտոնյաներ, ճիշտ աշխատանքների նստած 500 հրեաներով ստեղծեցին սիոնիստական կոնգրեսը։ Հիմա կասեք, դա ինչ կապ ունի մեր երկրի հետ։ Ես 18 թվականին շատ մարդկանց, որոնք որ մինչև իրենց մազերի ծայրը մխրճված էին այս հեղափոխության մեջ եւ մասնակցում էին ոչ թե ուղղակի փողոցներում, որտեղ դա ուղղակի մարդկային կապիտալն էր, որը որ օգտագործվում էր useful idiot։ Դրանք չէ, ես խոսում եմ մարդկանց մասին, որոնք իրոք շատ մոտ ինձ ընկերներ, որոնց հետ ես կապ չունեմ, որոնք
իրոք ընդգրկված էին գործի մեջ եւ իրենք ֆունկցիա էին կատարում հետևից կողքից մեծ ֆունկցիաներ, այսինքն կատարում էին, ասենք, մեկը ֆեյքերի ֆաբրիկաներ աշխատացնում, ֆեյքերի, որ նստած տպում էին, մեկը դրա մենեջերն էր, մյուսը հեղափոխության օրը, ասենք, մի երկրում, ասենք, պետքա մի մեծ ֆունկցիա աներ եւ արեց։ Իմ ընկերներից շատերը շատ խորը ձևով այս գործի մեջ մեծ ամագ ունեին, ես նրանց հետ չեմ շփվում, բացատրեցի իրենց ինչա կատարվում, քանի որ նրանք 14 թվից էին ինձ առաջարկել միանալ շարժմանը եւ ես մերժել էի շատ, մի քանի անգամ ես գնացել եմ ճանապարհորդել եմ դրա համար, որպեսզի ճիշտ հասկանամ ինչա կատարվում եւ մերժել եմ։ Ժողովուրդ, ես ուղղակի ոչ թե խոսում եմ, ես տեղյակ եմ այս ամեն ինչից, մեջից եմ տեղյակ, ուղղակի ինձ ինֆորմացրել են, որպեսզի ես ինքս մասնակցեմ, ես չեմ մասնակցել, ես այդ մարդն եմ, ոչ թե ես մի հատ քաղաքացի եմ, որ ուղղակի դուրս է եկել եւ խոսում եմ։ Դուք պետք է հասկանաք, որ առաջի համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանը չկարողացան գրավել իրենց ուզած ձևով։ Տրոցկին չկարողացավ, Լենինը մահացավ։ Տրոցկին եթե վերցներ Ռուսաստանը գնալու էր ուրիշ կողմ։ Ցարին չէին սպանելու, դա ցարին ուղղակի աղքատացնելու էին, ցարի հարստությունը վերցնեին, քանի որ դա էր ամբողջ կռիվը։ Ես մի հատ ուզում եմ ստուգեմ տեսնեմ դեռ իմ զապիսը շարունակվում է թե չէ։ Կներեք, էլի, խնդրում եմ։ Այո։ Ուրեմն Ռուսաստանին թալանելն էր ամբողջ խնդիրը։ Ռուսաստանի ռեսուրսներն էր ամբողջ խնդիրը, ուրիշ ոչ մի բան։ Տրոցկին չկարացավ, Լենինը մահացավ եւ Ստալինը ընդհանրապես չկար նկարի մեջ։ Ոչ միտեղ ոչ մեկ չէր կարծում, որ կարող է գա մի Ստալին, մարդ, որը որ Լենինը օգտագործում էր Ստալինին ուղակի կեղտոտ գործերը անելու համար, եւ այս մարդը միանգամից վերցնում է երկրի բանալիները, Լենինի դագաղի տակից Կրուպսկայան ինչ անում է, չի կարողանում ձեռքից հետ խլի բանալիները Սովետական միության եւ Ստալինը դառնում է բանալիները, դա ես ուղղակի օգտագործում եմ որպես մետաֆոր, բանալի չի եղել, բայց մարդը վերցնում է եւ Սովետական միությունը շարժվում է լրիվ ուրիշ հակառակ ուղղությամբ։ Այդ ժամանակ Ամերիկայում նույն զիոնիստները գրավել էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, գրավել էին եւ վերցրել էին թե treasury-ին, այսինքն այն գումարը, այն ոսկին, որը դրված էր երկրի պետության հարստության ետևում, ոսկի կա, չէ՞, բոլոր պետությունները պետք է ունենան ոսկի, որպեսզի կարողանան իրենց վալյուտան, իրենց currency-ն, իրենց դրամը պահեն եւ այդ ոսկով են տալիս իրենց պետության դրամի ուժը։ Ну, երբ որ Ամերիկան վերցվեց զիոնիստների կողմից 13 թվականին արդեն իրենք ֆուլ ամբողջովին գրավել էին Ամերիկան եւ հետո գնացին Ռուսաստանի ետևից Տրոցկու միջոցով չստացվեց, պլանները մնացին կիսատ։ Եվ դրանից հետո ուրեմն առաջի համաշխարհային պատերազմից հետո մինչև այսօր այդ պատերազմը շարունակվում է, ոչ մի բան չի փոխվել, այս բոլորը ինչ ձեր կողքերը կատարվում են, սրանք նոր բաներ չեն, այս սրանք հին բաների շարունակություններն են, հին խաղերի։ Ռուսաստանը մի քանի անգամ դուրս եկավ հաղթող եւ գծեց քարտեզները ինքը իրենով, որոշեց, Ռուսաստանը որոշեց, առաջին անգամ որոշեց Լենինը, թե ոնց են գծվելու քարտեզները, որից որ շատ մարդիկ Եվրոպաներում, Ամերիկայում, Անգլիայում նամանավանդ մնացին շատ տխուր դրանից, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմը ստեղծվեց, որպեսզի նրանք որոշեն ոնց են գծելու, էլի չեղավ, այս անգամ էլ Ստալինը որոշեց։ Ու Ստալինի դեմ ռեպրեսիաները սկսվել են ուրեմն միանգամից 23 թվականից, 23 թվից մինչև 33-34 թիվ, ուրեմն Ստալինի դեմ, ինչ է եղել Սովետական միությունում Ստալինի դեմ, դա միայն գիտեին Ստալինը, Բերյան, երևի մեկ էլ իմ պապը, որը որ շատ կարևոր մարդ էր այդ ժամանակ, եւ նրա մասին մի օր կխոսեմ, շատ կարևոր մի մարդ, բայց նրա անունը
ոչ միտեղ չկար, որովհետև նա լրիվ ուրիշ բանի մեջ էր։ Եվ ես կոմունիստ չեմ, ասեմ իմիկվանից իմանաք, որ հասկանաք, ես կպատմեմ մի օր իմ ընտանիքի, իմ մորական ընտանիքի պատմությունը, որ հասկանաք, թե ինչքան ես կոմունիստ չեմ, բայց այդ ժամանակ Ստալինի դեմ այնքան մեծ տերոր էր երկրում, Ստալինի դեմ, նրանք փորձում էին Ստալինից հետ խլեն երկրի բանալիները։ Ստալինը դառավ պարանոիդ, այնքան արեցին, անգամ Ստալինը իր բժիշկին չէր կարող վստահել, որտեվ կարող եք Google-ով նայել, գրեք Doctors Conspiracy in USSR, բժիշկների կոնսպիրացիան սովետական միությանը, որ ուրեմն հրեա բժիշկները, այս ամեն ինչը հրեաների հետ կապված է, աշխարհում ամեն ինչը կապված է հրեաների հետ, թե լավից, թե վատից, նրանց հետ է կապված ժողովուրդ։ Եվ այս հրեաները ուրիշ հրեաներ են, Աստվածաշնչի մեջի հրեաները չեն, բայց նրանցից էլ կան մի շատ փոքր մաս։ Ուրեմն Ստալինին այնքան փորձեցին Ստալինին գլխին ինչ օին ասես խաղան, մինչև Ստալինը դառավ պարանոիդ եւ սկսեց գուլագները եւ այդ տերորը։ Այդ տերորը հենց այնց չի սկսել։ Ստալինը ինքը աննորմալ չէր կամ գիժ չէր, որ ուղղակի սկսել մարդկանց աջ ու ձախ սպանել։ Ոչ, կար ուրեմն ամերիկյան, անգլիական մի շպիոնների մի խումբ սովետական միությանը, որ քանդում էր սովետը տակից եւ փորձում էր հետ տա սովետի բանալիները, ուրեմն Ամերիկայում գտնվող եւ Անգլիայում գտնվող այդ ընտանիքներին, որոնք որ կառավարում էին այդ զիոնիստական շարժումը, Ռոքֆելերները, Ռոթշիլդները, նամանավանդ Ռոթշիլդները եւ մնացածները։ Դա է Trilateral Commission-ը։ Չկարողացան անել։ Ստալինը վերջում արդեն ով որ մի քիչ կասկածի տակ էր գցում, իրեն սպանում էր եւ դրանով Ստալինը դառավ, քանի որ ամբողջ մեդիան, թերթերը, գրքերը դրանք հրեաների ձեռքում են, հրեաները մշտապես դա իրանց գործն է, ասենք ոնց են ցիգանները գրպաններ հավաքելու գործում, ասենք իտալացիները կոշիկի կամ զգեստի եւ ֆաշոնի մեջ են, չէ՞, ֆրանսիացիք օծանելիքի եւ նման, չէ՞, ուրեմն հրեաները մշտական մամուլի եւ մեդիայի մեջ են, դա է իրենց գործը։ Նրանք ամբողջ աշխարհով հասկացել են, որ մամուլով են ստեղծում ուրեմն գաղափարները, մարդկանց կարծիքները, մարդկանց նարատիվները ստեղծվում են մամուլի եւ մեդիայի միջոցով։ Եվ գրավելու, որպեսզի գրավես աշխարհը, ինչի համար էր Նիկոլը դարձել ժուրնալիստ։ Նիկոլի մաստերը դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Մի մարդ, որը որ միակն էր Հայաստանի, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում, որ իրոք մարդը բազմակողմանի զարգացած էր բոլոր գլոբալ հարցերում եւ նրա նման զիոնիզմի մասին երևի Հայաստանում ոչ մեկ չգիտեր։ Նիկոլը դա այդ ինֆորմացիաները Ենոքավանցի մի տղա, որ չէր կարող ուղղակի իմանալ այս ամեն ինչի մասին, նա իմացել է Լևոն Տեր-Պետրոսյանից, դրա համար սկսել է մամուլով զբաղվել եւ մամուլով էլ վերջում դառավ այն ինչ որ դառավ։ Այս ամեն ինչը ֆակտեր են, կամ վերցրեք կամ ասեք այս տղան չգիտեմ ինչ է խոսում։ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենազարգացած, ամենաշատ ուսում ստացած եւ ոնց ասեմ, իրոք ինտելիգենտ է, սա այս մարդը իրոք ինտելիգենտ է։ Եվ ինչքան էլ ուզում եք փնովեք նրան, ինչ ուզում եք ասեք, այդ մարդը ինտելիգենտ է եւ այդ մարդն է միակ մարդը մեր ղեկավարների մեջից, որ իրոք տեղյակ է եղել աշխարհի կարգերից։ Աշխարհը ոնց է աշխատում, ֆունկցիան աշխարհի ոնց է, որովհետև դուք Հայաստանի ֆունկցիան ոչ մեկի համար նշանակություն չունի։ Թե Հայաստանը ոնց է աշխատում, այդ փոքր մի հատ մասնիկը, որ դուք կարծում եք կարա լինի անկախ պետություն ու ինքն իրանով բաներ անի, դա կարող լիներ, եթե ատոմային ինչ-որ ռումբ ունենար, հա, կարող է այդ դեպքում լիներ, բայց երբ որ դու ոչ մի բան չունես, բացի պահածոներից, բացի սուջուխից, բացի, չգիտեմ, նման բաներից, ու մի քանի փոքր արտադրություններ, որոնք որ արտահանում ես Ռուսաստան եւ նրա միջոցով ապրում ես, դու կարծում ես դու գնալու ես Եվրոպա,
ու քո տեղը գալու են Հայաստանում ապրեն հնդիկներ, պակիստանցիներ, ֆիլիպիններ, ինչ ազգ ասես ու քո երկիրը հենց դրանով են գրավելու վերցնեն քո ձեռքից, գնա արա դա։ Եվ գիտեք ինչ, մի պահ բան էի ասում, մոռացա ասեմ, այն մարդիկ, որոնց որ Նիկոլը բերել էր Հայաստան, այդ բոլոր ղեկավարներին, դրանք բոլորը իրանց երկրներում արդեն վերջացած մարդիկ են։ Այդ Մակրոնը, մյուսը, որ եկել են Հայաստան, նրանց բառը ոչ մի ուժ չունի, ոչ իրենց երկրում, ոչ ինչ որ նրանք խոսք տան, ինչ որ ուժի, նրանք բոլորը դուրս են գալի։ Մի տարուց ոչ մի այդ մարդը չի լինելու նրանց տված խոստումները, կամ ես խոստում տամ ձեզ հենց հիմա, կամ նրանք նույն բանն է, հավատացեք ձեզ։ Ոչ մեկը դրանցից ուժ չուներ։ Դրանք բոլորը վերջացած դեմքեր են, Նիկոլի հետ միասին։ Ես հիմա բացատրեմ մնացածը։ Քանի որ այս մարդիկ մամուլը ամբողջովին իրաց ձեռն է աշխարհով, նրանք մամուլի միջոցով, նամանավանդ Սոլժենիցինների եւ նման մարդկանց միջոցով աշխարհի մյուս կողմին, այն զարգացած աշխարհին, Անգլիային, Ամերիկային համոզեցին, որ Ստալինը գազան է, ոնց որ համոզել են, որ Պուտինն է գազան։ Հետո 50 տարի հետո, երբ որ մեր զավակները կկարդան գրքերը Պուտինի մասին, նրանք նույն բանն են կարդալու, ինչ որ մենք այսօր կարդում ենք Ստալինի մասին, որովհետև տեսեք, Պուտինը ամենահամբերատար, ես ասենց բան չեմ տեսել, մարդ, որի պետությունը արդեն էլ ինչ ասած գլխին առել են, համբերատար, նախ Պուտինը ահավոր լիբերալ է, ահավոր պրոգրեսիվ լիբերալ է, եւ եթե մեկը կարա ինձ հետ վիճի դրա մասին, խնդրում եմ, եկեք դեբատ անենք իրար հետ, ես ձեզ ապացուցեմ, որ Պուտինը ահավոր լիբերալ է, նա իրոք սիրում հարգում է, ուրեմն Եվրոպան եւ Ամերիկան, իրոք շատ մեծ համակրանք ունի սիստեմների դեմ եւ չի ուզում նրանց հետ թշնամի լինել, բայց քանի որ նրանք ուզում են իր երկրի հարստությունը գողանան եւ տանեն, դա չի թույլ տալու նա եւ թույլ չի տալի շատ գեղեցիկ ձևով, նա շատ նուրբ ձևով թույլ չի տալի, Ուկրաինային օգտագործում են իր պետության դեմ, նա ուղղակի չի ուզում ջախջախի Ուկրաինան ամբողջովին թույլ չի տալիս, բայց չի թողում իր երկիրը թալանեն։ Երբ որ Պուտինը եկավ պաշտոնի, ժողովուրդ դա 99 թվին Ելցինը առաջարկեց Պուտինին 2000 թվի, ինչքան հիշում եմ, օգոստոսի կողմերը Պուտինը արդեն պաշտոնի էր։ Դրանից առաջ պրեմիեր մինիստրը, որը որ մեծ նշանակություն չուներ, այդքան Պուտինը առաջի գործը, որ նա արեց, դա հրեա օլիգարխներին, որոնք որ հենց սովետի փլուզումից հետո թալանեցին Ռուսաստանի ամբողջ հարստությունը եւ տեղափոխեցին Անգլիա, դրանց բոլորի ձեռքից վերցրեց այդ հնարավորությունները եւ նրանց բոլորին վտարեց եւ ասեց Ռուսաստանի հարստությունը Ռուսաստանի ժողովրդինն է եւ Ռուսաստանինն է։ Որ ասում եք Պուտինը թալանել է, Պուտինը ամենահարուստ մարդն է, նույն բանն էլ ասում էին Ստալինի համար, բայց երբ որ Ստալինը մահացավ, երկու զույգ ծակ ուրեմն սապոգ էր թողել, իր սապոգները եւ մի ուրեմն բան վերարկու, կարծեմ երկու հատ վերարկու, որից մեկի գրպանն էր ծակ, բայց թողել էր պետություն, որի իներցիայով դուք մինչև հիմա ապրում եք։ Այդ պետության իներցիայով ես կոմունիստների դեմ եմ եղել միշտ իմ ընտանիքով, միշտ։ Մենք իմ տանը եղել է, իմ տունը ապրել է կապիտալիստ։ Ես իմ հայրը կապիտալիստ է եղել կոմունիստների ժամանակ։ Իմ հայրը կոմիսիոնչիկ էր, կոմունիստների ժամանակ նա կապիտալիստ է եղել։ Եվ իմ տատը, որը որ շատ արիստոկրատ կին էր, իմ մորական տատը, նա ամուսնացած էր վրացի, այսինքն վրացահայ, ոչ թե վրացի, վրացահայ կնյազի հետ, այսինքն բանի ուրեմն թագավորական օրդերի մեջ count, անգլերեն count, դա կնյազը, ռուսերեն կամ կնիգինյա։ Իմ մորս տատիկը կնիգինյա էր, որը որ շատ լավ հարաբերություն ուներ Ստալինի հետ։ Դրա միջոցով մեր ամբողջ ընտանիքին Անդրոնիկաշվիլիներին Վրաստանից վտարեցին, որովհետև Անդրոնիկաշվիլիներից շատերը ցարի բանի մեջ, բանակի մեջ գեներալներ էին եւ շատ մեծ պաշտոնների մարդիկ էին, քանի որ վրացական թագավորական ընտանիքի անդամներն էին։ Անդրոնիկաշվիլիները դրանք քարտլի թագավորի երեխաներն են, Ջորջ 12-ի երեխաներն ու թոռներն էին դրանք։ Եվ այդ մարդիկ թագավորի
ցարի բանակում էին։ Երբ որ եկան կոմունիստները, իմ ամբողջ ընտանիքին խեղճացրեցին, հարստությունը ձեռքներից վերցրեցին, իմ տատիկը, իմ մորս տատիկը կամոյին առաջի անգամ ինքն է ազատել իր զմրուխտից ականջողները տալով Ստալինին, որ Ստալինը գնա եւ կամոյին ազատի զմրուխտից, գաղտնի իր զմրուխտի ականջողները տալիս է Ստալինին, որ գնան հանեն։ Շատ պատմություններ կան, ես կպատմեմ մի ուրիշ անգամ, դրա մասին չի խոսակցությունը այսօր, բայց ես ուզում եմ հասկանալ, քանի որ իմ ընտանիքում շատ լավ իմ տատը նամանավանդ հասկանում էր աշխարհի կարգերից սիստեման, նա է եղել իմ ուսուցիչը, նա է եղել իմ շկոլան, իմ տատիկն էր, նա էր բացատրում աշխարհը ոնց է աշխատում եւ անընդհատ ինձ ասում էր, որ աշխարհը աշխատում է քեսինջերյան գաղափարախոսությամբ եւ աշխարհը աշխատում է քեսինջերյան դոկտրինայով։ Ամերիկան մինչեւ ես կասեցի, չէ, երբ որ գրավեցին Ամերիկան եւ ոսկին վերցրեցին Ամերիկայի մեջից հրեաները 1913 թվականին, դատարկեցին Ամերիկայի ոսկին, վերցրեցին, ինչ են արել, ոչ մեկ չգիտի, բայց ոսկին վերցնելուց հետո դոլարի ուժը կորավ, որովհետեւ դիպրեսիա սկսվեց։ Դիպրեսիայից հետո նրանք երկու բան տվեցին ամերիկացուն։ Առաջինը իզոլյացիա արեցին ամերիկացուն ամբողջ աշխարհից։ Ամբողջ աշխարհը գիտի ամերիկացու մասին, բայց ամերիկացին չգիտի աշխարհի ոչ մեկի մասին։ Ոչ մեկի թքած ունի, ոչ մեկի չի ճանաչում, բացի հրեայից ամերիկացին, բացի Իսրայելից ոչ մեկի չի ճանաչում։ Եթե ձեզ կոտորեն վաղը, Ամերիկան չի իմանա, որ ձեզ կոտորեն, ամերիկացի ազգը, տենց այդ ժեխը, ամերիկացին ազգ չի, դա խառնուրդ է, թքած ունի ձեր հետ ինչ է լինելու, թքած։ Եթե մի երկիր ու ազգ կար, որի համար դուք նշանակություն ունեք ձեր, մեր քաղաքականությունը, մեր պատմությունը, մեր առաջի քրիստոնյա լինելը, մեր ամեն ինչը նշանակություն ուներ, դա ռուսն էր, դա Ռուսաստանն էր, որ ինչ որտեղ ասում էր դա հայը մեր եղբայրն է, որտեղ հայը առաջի քրիստոնյան է, որտեղ հայը սա է, որտեղ հայը մեզ ընկեր է, որտեղ հայերը շատ իրենց գրականությունը, իրենք հարգում էին դա, որովհետև նա պատմություն ունեցող երկիր է, Ամերիկան ժամանակակից երկիր է, թքած ունի մեր ամեն ինչի վրա, բենզին ունես, գազ ունես, ինչ կարաս մեզ տաս, չունես, այդ վերացրեք այս պետությունը, վերջ, պետք չի ոչ այս ազգը, ոչ այս պետությունը, սրանք դարմայետներ են, սրանք են, սրանց մտածելակերպը այդպիսին է, հասկացեք վերջապես, էլի, հասկացեք, որ թքած ունեն, ձեր գենոցիդը, մեր գենոցիդը սրանք չեն ընդունել մինչև այսօր, թքած ունեն, որ ընդունեն Թուրքիան կնեղանա, հասկանում եք, սրանք ճշտի կողմից չեն, սրանք նման բան, որ դուք կարծում եք, որ գոյություն ունի իրականում, ուրեմն դեմոկրատիա, դա իլյուզիա է, չկա նման բան, հարուստը միշտ ասելու է աղքատին ոնց է, վերջացավ, ընդունեք դա, որ օրը, որ դուք ընդունեք, որ օլիգարխիան է որոշում աշխարհի կարգերը եւ պետքա փորձենք դա փոխենք, ճիշտ է, դա պետքա փոխվի, մարդիկ պետքա իրենց ավելի ազատ ու հանգիստ գան, բայց պատասխանը դա դեմոկրատիան չի, որտեղ նման բան գոյություն չունի, սրանք գործիքներ են օգտագործվող, ուրեմն useful idiot-ների, տգետ ժողովրդի, տակի շերտի համար, սրանք գործիքներ են, սրան են ընտրում, վազում են, ընտրում են, գալիս է, նույն բանն ան ինչ որ առաջինը, նրան են ընտրում, գալիս է, սենց 3000 տարի է խափում են, հասկանում եք, 3000 տարի է խափում են, 3000 տարի է, մարդիկ չեն ասում, ախր մեռանք սրան նրան ընտրելով, սա նույն բանն են անում, ինչ ենք անում սա, հասկանում եք, որովհետև օգտագործվում է միդիան, որպեսզի ձեր կարողանան նարատիվը ապահովեն, անընդհատ կարողանում են խափեն, որտեղ գրագետը անգրագետին միշտ խափելու է, մշտական գրագետ մարդը անգրագետին խափելու է, սա է աշխարհի օրենքը, դրա համար ուսանեք, սովորեք, ինֆորմացվեք, հերիքա կոֆեի կողքը, բիսեդկում, քուչում, հայաթում կամ բակոնում նստեք, գեոպոլիտիկա չխոսակ, ուրիշ բաներից խոսակ, հասկացեք աշխարհը ոնց է աշխատում։ Պուտինը երբ որ եկավ Ռուսաստանի ղեկավար, դա արդեն պարզ էր իր առած երկու առաջի քայլերից, որ ինքը աշխատելու է զիոնիզմի ու հրեաների դեմ։ Քանի որ կտրվեց, այդ կրանտը փակվեց,
որ նրանք քանդել են սովետական միությունը եւ ես հաստատ ասեմ 100%-ով Սումգայիթը դա Ամերիկայի գաղտնի գործակալության արած գործն էր։ Նրանց պետք էր մի հին շատ նեղած հարց, որով որ երկու ազգ նրանք պատմության մեջ մանեն եկե գտել են մի հատ տեղ, որտեղից կարելի է բռնկել մի հատ մեծ աղմուկ։ Եվ ադրբեջանցիք հենց այնպես չվերկացան, սկսեցին ջարդել։ Ամեն ինչը գցում եք ռուսի գրպանը, բայց այս ամեն ինչ, եթե ուշադիր նայեք, ռուսին ձեռնտու չի։ Որոշեցին, որ Սումգայիթը ամենալավ ձևը կլինի։ Հայերի թուրքերի հարցը արթնացնեն եւ սկսեց։ Դրանից հետո ջարդեցին իրար։ Սկսվեց սովետական միության փլուզումը։ Խոսք տվեցին, որ չեն գալու, ՆԱՏՕ-ն առաջ չի գալու։ Գորբաչովը համաձայնվեց, պատը քանդեց։ Ուրեմն սովետական միությունը փլուզեց, ինչ եղավ, խաբեցին ժողովրդին, 5 տարի ապրեցինք սովամահ լինելով, առանց լույս, առանց գազ, ամեն ինչը կազմակերպված է եղել մշտական ՑՌՈ-ի կողմից։ Իմացեք դա։ Դրանից հետո Պուտինը եկավ, Ելցինը տեսավ, որ չի կարում, այս օլիգարխներն են իրան ասում, ինքը ոնց անի։ Երկիրը դարձվել է օլիգարխիայի պունկտ, Անգլիայի կողմից դրված օլիգարխները Ռուսաստանում բոլորը հրեա, բոլորը Ժիրինովսկին, Խադարկովսկին, բոլորը նույն քթով, նույն բերանով, նույն մաս, բոլորը հրեա։ Թալանեցին Ռուսաստանը, տարան Անգլիա։ Պուտինը եկավ ասեց, դաժե Ֆաբերժեներն եք հետ բերելու, թե չէ սաղիդ կախում եմ։ Բերեցին, ում նստացրեց փողերը, վերցրեց պետությունը, լցրեց, ռուսը սկսեց մի քիչ իր երկիրը կարողանալ օգտագործել որպես իր երկիր, որովհետև դրանից առաջ խայտարակություն էր։ Դրանից հետո անընդհատ փորձեցին Ռուսաստանի ռեսուրսները գողանալ, չստացվեց։ Հայաստանը նրանք միշտ գիտեին, որ ամենակարևոր կետերից մեկն է Կովկասը, որտեղ Ռուսաստանին սաստելու համար Թուրքիան ամենալավ գործիքն է, մշտական։ Դա այդպես է եղել միշտ։ Թուրքիային զարգացնել էր, զարգացրեցին, Թուրքիային տվեցին զենքեր, կառուցեցին բազաներ, չէ՞, այնտեղ կա լիքը։ Ուրեմն, ինչ եղավ, Թուրքիային որպեսզի օգտագործեն Ռուսաստանի դեմ, Թուրքիային պետքա ուժեղացնեն։ ՆԱՏՕ-ն սկսեց մեծանալ, առաջ գալ։ Ռուսաստանը անընդհատ մատթափ տվեց։ Երբ որ եկավ Օբաման, արդեն աշխարհի կարգերը փոխվել են, շատ էին փոխվել։ Այս դոլարը, վերջը հասանք սրան։ Այս դոլարի վրա ինչ եք տեսնում դուք ժողովուրդ։ Մի հատ նայեք, ինչ է այս դոլարի վրա։ Սա այն թուղթն է, որով որ իրենք ձեզ ցույց են տալի, թե աշխարհի կարգերը ոնց է։ Սա է։ Ես գալու եմ կամերայի այս կողմը, իրար հետ մի հատ նայենք, հա։ Նայեք, մի հատ նայեք, ուշադիր։ Ահա։ Սա ինչ է։ Ինչ եք տեսնում այստեղ։ Տեսնում եք այս աչքը։ Այս ինչ է գրած։ Այս ինչ է գրած տակը։ Աշխարհի նոր կարգեր։ Սա էս է գրած։ Աշխարհի նոր կարգեր, New World Order։ Այս վերևը գրած է Աստծու ուժով, Աստծու կամքով։ Այս աչքը, տեսնում եք 3 կետից է բաղկացած։ 1, 2, 3։ Սա Trilateral Commission-ն է։ Սրանք սիմվոլներ են, որոնք որ հասկանում եք, սրանք սիմվոլներ են, որոնք որ շատ կարևոր են, կոնսպիրացիաներ չեն սրանք, ժողովուրդ, սրանք իրականություն են, այս մարդիկ ամեն ինչը գրում, ցույց են տալի, թե ինչ են անում։ Այսի տեսնում եք այս տակի գիծը, այս տակի շերտը, մենք սրանից ներքև ենք, այս դերսի կեղտերն ենք մենք, այս որ չկա անգամ, մենք շատ եմ ցավում, որ մենք ստեղ ենք, բայց էսա, սրանք շերտերն են աշխարհի, ուրեմն կաստայի, տարբեր էլիտաներով, այստեղ, այս վերևը պրեզիդենտներն են եւ աշխարհի ղեկավարները, մարդիկ, որոնք ղեկավարում են աշխարհը։ Դրա տակ իրանց օլիգարխներն են, այսինքն ոչ թե օլիգարխներ, այլ էլիտան, որտեղ օլիգարխներն են ասում աշխարհում կարգը ոնց ալնելու, ոչ թե պրեզիդենտները։ Օլիգարխները բոլորը այս աչքի մեջ են, իրենք նայում են, բայց այստեղ մեկ մարդու գլխավորություն կա։ Այստեղ, լավ, ասենք այս վերջի գիծը, այս առաջի գիծը օլիգարխներն են, այտենց ավելի ճիշտ կլինի։ Երկրորդ գիծը պրեզիդենտներն են։ Երրորդ գիծը դրա տակի, այսինքն ամեն պետության ինտելիգենցիան է եւ մարդիկ, որոնք որ ստեղծում են այդ նարատիվները,
խմբագրություններ, թերթեր, էլիտա, ազգի էլիտա, այսենտ իջնելով գալիս է, աշխատուժը ստեղ է, դրա տակ ասենք տարբեր պետություններն են, այս դրսի ոչ մի բանները մենք ենք, որտեղ մենք նշանակություն չունենք այս աշխարհում, մենք ուղակի ազգ ենք, որը որ ուզում է գոյատևի, բայց ոչ մի բան չունի առաջարկելու եւ նրանք մեզ ուզում են վերացնել։ Ուրեմն աչքը, սա Ռոթշիլդների դինաստիան է, մշտական իմացեք, Ռոթշիլդների դինաստիան ղեկավարում է ամբողջ աշխարհը։ Ռոքֆելերները եւ Ռոթշիլդները 20-րդ դարի սկզբում պատերազմի մեջ էին իրար հետ եւ Ռոթշիլդները հաղթեցին պատերազմը, Ռոքֆելերները դարան երկրորդական։ Այս ծայրին Trilateral Commission-ի նստած ա եղել Էփստինը։ Ինքն էր որոշում ով է դառնալու պրեզիդենտ։ Բոլոր այս մարդիկ, որ դուք տեսնում եք, եկել են նույն շկոլայից, Դավոսի, Մակրոնը, Ջաստին Տրուդոն Կանադայի, Նիկոլ Փաշինյանը, այս մարդիկ բոլորը նույն խմբից են եկել։ Սա աչքն է, սա Ռոթշիլդների ընտանիքի աչքն է, որ նայում է ամբողջ աշխարհին։ Այս ամեն ինչը հենց հենց չի, սա իրականություն է։ 63 թվականին սպանվեց Քենեդին, 63 թվականին նա աշխարհը տանելու էր ամբողջովին ուրիշ կողմ, լրիվ ուրիշ բան էր լինելու աշխարհը, շատ լավ տեղ էր լինելու աշխարհը ապրելու համար, բայց նրանք Քենեդուն սպանեցին հենց Ամերիկայի գաղտնի գործակալությունը Իսրայելի հետ միասին, եւ այս դոլարը 63 թվականին մտավ շրջանառության մեջ, սրանք սավպադենյաներ չեն, հասկանում եք, ընդունեք դա, հիմա ասեմ, Ամերիկայի փողը Քեսինջերը որոշել էր եւ սենց էին որոշել Քեսինջերյան դոկտրինան Ամերիկայի արտաքին քաղաքականության դոկտրինան, որը որ գրվել էր Քեսինջերի կողմից, դա լինելու էր ուրեմն դոլարի ուժը պահելը բենզինով, քանի որ բոլոր մնացած պետությունները իրանց գումարը, իրանց վալյուտան պահում են ոսկով, Քեսինջերյան դոկտրինայով դոլարի գինը պահվելու էր ուրեմն բենզինով, ամբողջ աշխարհին բռունցքով խփելով բենզինը պետքա դարձնեին իրանցը, ինչքան շատ բենզին, այնքան դոլարի գինը բարձր։ Միակ վալյուտան է, որ բենզինով է։ Բենզինով առևտուրը պահում է այս դոլարի գինը, այս դոլարը, որ այդքան շատ սիրում եք։ Վրեն նկարած, թե դուք ով եք աշխարհում, ձեր տեղը որտեղ է, այս աչքը նայում է բոլորիս, աչքը Անգլիայից մի հատ մեծ շատ պալատի մեջ նստած մի հատ դինաստիա, տարբեր պալատներ, այդ դինաստիան նայում է ամբողջ աշխարհին, որովհետև ձեր գրպանի գումարը, այսօր այդ գումարը, որ դուք տունը ունեք, դոշակի տակ պահած, ասենք, նկարին խփեցինք, դոշակի տակ պահած, ձեր գրպանում, ձեր բանկի հաշվում, դա ձեր գումարը չի, դա իրանք համարում են իրենց գումարը, որ ձեզ մոտ է պարտքով, իրանք այդ գումարը հետ են վերցնելու, այտենց է աշխատում այս կարգը, քանի որ դոլարով պետքա պահվեր իրենց գումարը, նրանք աշխարհը տերոր էին անում, որտեղ որ բենզին կար, ով որ բենզին ուներ, նրանց վրա մի բան գտնում են, եթե ուշադրություն դարձնեք, այն պետությունները, որ բենզին ունեն, կամ Ամերիկայի հետույքի մեջ են, կամ էլ Ամերիկան Վենեսուելայի պես մի բան գտնում է, գնում, բռնում, բերում է, ասում է դու վատ ես պահում քո մարդիկ դա թքած ունեն նրանք այդ մարդկանց վրա, գնում ջարդում են, բենզինը վերցնում են, որպեսզի դոլարի գինը մնա վերև։ Մեր հոկտեմբերի 27-ը չէր կարող ուղղակի Ռուսաստանի կողմից արված լինել, եթե դուք այդքան միամիտ եք։ Վերջում այդպես էլ չերևաց, թե Նաիրի եւ մնացածները որտեղից հայտնվեցին, ոնց արեցին դա, որտեվ դա կազմակերպված էր այն բանի համար, որ Կովկասը շատ կարևոր էր, ապագայի պլանների մեջ Կովկասը շատ մեծ նշանակություն էր ունենալու Ռուսաստանի դեմ, եւ եթե Կարենը Սերոփիչ եւ Վազգեն Սարգսյանը, որին ես անձամբ ճանաչում եմ, մնային իրենց պաշտոններին եւ տանեին Հայաստանը այն ուր որ պետքա տանեին, Հայաստանը կլիներ ատոմային պետություն, երևի, եւ չէին կարողանա անեն այն ինչ որ պետք է անեն Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չէր տալի կամ Պուտինին կամ Քոչարյանին, որպեսզի սպանեն այդ երկու մարդուն։ Միայն տգետները կարող են նման բան մտածել։ Այդ ձեր մտքից հանեք։ Մեր երկրի կողքերը եւ մեր երկրում Սումգայիթից եւ դրանից առաջ արդեն վխվխտում էին ամերիկյան գաղտնի գործակալությունները Մոսադի հետ միասին, լավ իմացեք դա։ Հետո ինչ եղավ 14 թվականին
Երբ որ Օբաման արդեն եկավ, Վիկտորիա Նյուլանդի եւ մնացածների հետ միասին, նրանք գիտեին, որ Էլ Քեսինջերյան քաղաքականությունը եւ դոկտրինան չի աշխատելու։ Նայեցին ինչ կարելի է անել եւ որոշեցին շարունակվել եւ ձևափոխել ամերիկյան արտաքին քաղաքականությունը գլոբալիզմի տեսքով օլիգարխիայի համար Զբիգնև Բժինսկի ուրեմն դոկտրինայով։ Զբիգնև Բժինսկին դա էլի Քեսինջերի նույն պաշտոնին, բայց արդեն Բուշի հոր ժամանակ էր նստած նա մի մարդ, որի դեմքին երբ որ նայում ես, տեսնում ես սատանու կերպարը։ Մարդը գրել էր գիրք, որի մեջ գրված էր, որպեսզի Ամերիկան գոյատևի եւ կարողանա ամբողջ աշխարհը ղեկավարել, նրան պետք են Ռուսաստանի ռեսուրսները եւ միակ ձևը Ամերիկան, որպեսզի գրավի Ռուսաստանը եւ քանդի մասնատի այն վերցնի բոլոր այն հարստությունները, որ Ռուսաստան ունի, որտեղ նա ամենահարուստ երկիրն է, դա կլինի Ուկրաինայի միջոցով։ Ամերիկայի գոյատևումը միայն լինելու է Ռուսաստանի հաշվին, ասել էր նա, Ռուսաստանի տեսքով եւ Ռուսաստանի փլատակների վրա։ Սրանք իր բառերն են։ Եվ սկսվեց, փոխվեց քաղաքականությունը եւ սկսվեց քանդվել Ուկրաինան։ Ուկրաինան քանդեցին, սարքեցին ավելի պրո-ամերիկյան եվրոպական երկիր, Եվրոպան, որը որ այդ պահին արդեն դեմոգրաֆիկայով փոխվել էր, ամբողջ աշխարհից բաց հասարակությունը բերել լցրել էր Սորոսի բաց հասարակությունը, բերել լցրել էր ամբողջ աշխարհից տարբեր ազգեր, աֆրիկացիներ, էլ Եվրոպա գոյություն չունի։ Երբ որ դու գնում ես Եվրոպա, կանգնում ես, բերանդ բաց ամնում եւ սիրտդ լցվում է քրիստոնյա սպիտակ մարդու, որովհետեւ դա քրիստոնյա սպիտակ մարդու գործն էր, որ նա